Ռուսաստանը ամեն ինչ անելու է, որ նա փորձի կարևոր լինի տարածաշրջանում եւ վերադառնա։ Խափանելու տեսանկյունից։ Այո, բայց դա չի իրականացվելու։ Ինչ որ վերաբերում է Եվրոպական միությանը եւ տարբեր եվրոպական երկրներին։ Միացյալ Նահանգները մոտարապես Միացյալ Նահանգների կողմից 2 շաբաթ առաջ այց կար Հայաստան եւ այն թիմը, որ զբաղվում է այդ trip-ի ճանապարհով եւ ամբողջ այս օգոստոսի 8-ի համաձայնության հետ կապված են այն հուշագիրները, որ ստորագրեցինք, այդ թիմը, որ այցելեց, ես բախտաբար իրենց հետ հանդիպեցի Washington DC-ում իրենց գալուց առաջ եւ ահագին քննարկեցինք այս Եվրոպայի խնդիրը։ Միացյալ Նահանգները պատրաստ է Եվրոպային ներգրավի այս ծրագրով, բայց Միացյալ Նահանգների մտահոգությունը հետևյալն է. Եվրոպական միությունը որպեսզի շատ մեծ ինստիտուցիա, շատ դանդաղ է աշխատում, բայց Միացյալ Նահանգները նախատեսում են, որ շատ արագ ձևի կառուցեն այս ճանապարհը եւ շատ արագ ձևի իրականացնեն այս ծրագիրը։ Այդ առումով քաղաքական կամքը կա։ Եվ եթե Եվրոպական միությունը պատրաստ եւ կարողանալու է շատ արագ ձևի աշխատի եւ այդ գումարները հատկացնի, որպեսի մասնակից եւ ներդրում անի, Միացյալ Նահանգները այդ առումով պատրաստ են եւ կողմ են։ Բայց եթե Եվրոպական միությունը չհասցնի, որտեղ դրանց ինստիտուցիոնալ process-ները գործընթացները մի շատ դանդաղ են, երկար ժամանակ է տևում, այդ առումով Միացյալ Նահանգները ժամանակ չի կորցրել եւ չի նստելու սպասի։ Օգոստոսի թե արեց նա այնը, որ Եվրոպան փորձում էր, ուզում էր եւ չկարողացավ։ Այո, Եվրոպայի համար առաջին խնդիրը, որ իրենք չունեն այդ ճշմարտ լծակները, որ համոզեին Ալիևին համաձայնվի կարգավորման գործընթացին եւ գնա դեպի կառուցողային արտաքին քաղաքականության։ Եվրոպան ամեն ինչ փորձեց, բայց չկարողացավ, որտեղ Ալիևը հասկացավ, որ այն կարողությունները, որ Եվրոպան ունի, սահմանափակված է։ Դրա համար Եվրոպան շատ ուրախ է, որ Թրամփի վարչակազմը կարողացավ անել նա, որը Եվրոպան չէր կարողում անել։ Այդ տեսանկյունից այնտեղ հակասություններ չկա։ Նույն ժամանակ, եթե ասենք նայ Միացյալ Նահանգների այս ծրագիրը իրականացման ժամանակ, եթե Եվրոպան այն առաջարկում է, որ նա ներկայիս արել աներ եւ Ամերիկան իրենց մերժեր, այդ ժամանակ կարող ենք ասենք, որ այստեղ խնդիր կա, այստեղ հակամարտություն կա եւ այստեղ շահերի բխում կա, բայց շահերի հակասություն կա, բայց բնականաբար դա խնդիրը չի, որտեղ Միացյալ Նահանգները շատ հստակ ձևի Եվրոպասին ասել է, որ մենք ուրախ կլինենք ձեզ ներգրավենք, եթե դուք կարողանաք շարժվեք այն տեմպին, որը մենք նախատեսել ենք։ Նույն ժամանակ սա շատ կարևոր բան կուզեի նշել, որ այս Թրամփի ճանապարհը սա առաջինն է լինելու։ Միացյալ Նահանգները շատ լայն ռազմավարություն ունի, որ ապագայում այս տեսակի ճանապարհ, այս նոր ռազմավարություն իրականացվելու է տարբեր երկրներում եւ տարբեր տարածաշրջաններում։ Եվ այդ ժամանակ բնականաբար ամբողջ եվրոպական ֆինանսական կարողությունները կարևոր են լինելու Միացյալ Նահանգների համար։ Այսինքն Միացյալ Նահանգները էկոսիստեմ է ստեղծելու, որ եվրոպացիները ներգրաված են լինելու որպեսի մասնակից, որտեղ սա լայն ներդրման խնդիրներ են առաջանալու։ Այդ տեսանկյունից, եթե հասկանում են, յուրաքանչյուրը հասկանում է այս լայն ռազմավարությունը եւ տեսնում է համակարգված մոտեցում է, այդ ժամանակ ակնհայտ է լինում, որ ոչ թե այստեղ հակամարտության խնդիր կա, այլ Միացյալ Նահանգները շատ ուրախ է եվրոպացիներին ներգրավի, եվրոպացիները ուզում են ներգրաված լինեն, բայց սա լոգիստիկայի ժամանակի խնդիր է։ Բայց թե Եվրոպան արագ աշխատի, ես վստահ եմ, որ իրենք ներգրաված կլինեն։ Եվրոպական երկրների եւ Միացյալ Նահանգների շահերը այս իրար համապատասխանում են։ Երկու կողմն է, այսինքն մոտենում են Հայաստանին եւ տարածաշրջանը նույն տեսանկյունից։ Եվ երկու կողմը նամանավանդ Եվրոպան շատ հստակ ձևի ուզում է, որ Հայաստանը ներգրաված լինի տրանսատլանտիկ համակարգի մեջ։ Այդ պանտուրիզմի հեքիաթները շատ ենք լսել եւ ազնիվորեն, եթե Թուրքիան ուզենա դա իրականացնել, դա նա ռազմական կարողություն ունի, որ իրականացնի։ Մի քիչ աբսուրդ է, որ ասենք Միացյալ Նահանգները մասնակցում է եւ մասնակից է այդ թաքնված ծրագրին եւ այս ճանապարհը գնում է դեպի դրան։ Դա աբսուրդ է։ Առաջինը, երկրորդը Հայաստանը եւ Միացյալ Նահանգները երկուսը իրար հետ կառավարելու են այս ճանապարհը։ Դա առաջինն է։ Երկրորդը Հայաստանը վետոյի իրավունք ունի, որ եթե յուրաքանչյուր պահին համաձայնության չկա իր գործընկեր Միացյալ Նահանգների հետ, Հայաստանը վետող կանի եւ երկուսը կնստեն կգան մի հասկացողության։ Երրորդը ամբողջ այս ծրագիրը, այո, պետք է պատասխանի եւ համապատասխանի Հայաստանի սահմանադրությանը եւ Հայաստանի ինքնիշխանությանը։ Այդ տեսանկյունից ինչի մասն է խոսակցությունը։ Այսինքն երբ նայում ենք այդ տրամաբանությունը, որ յուրաքանչյուր ներկայացնում է, իրենք ասում են, որ յուրաքանչյուր ապաշրջափակման ծրագիրը
տալիս է Հայաստան, նվիրում է Հայաստանը այդ պանտուրիզմի եզրույթին։ Ուրեմն Հայաստանը պետք է շարունակի մեգուսացված լինել տարածաշրջանից, Հայաստանը պետք է շարունակվի սահմանափակված լինել, որովհետև յուրաքանչյուր ճանապարհ եթե բացես, յուրաքանչյուր եթե առևտուր, կոմերց եթե ունենաս, ուրեմն դու երկիրդ հանձնում ես պանտուրիզմին։ Ոնց կլինի։ Դա տրամաբանական չի։ Այսինքն ինչին են գալ, իրենք դիմում են եւ փորձում են տանեն դիսկուրսը դեպի վախի տիրույթ եւ ասեն, ահա նայեք, այս ամեն ինչ որ տեսնում եք սուտ է, ես այստեղ թաքնված թուրքերի ձեռքը կա, թաքնված թուրքական ազդեցությունը կա, դրա համար Հայաստանի վտանգ է սպառնում։ Բայց երբ որ նայում ենք իրականությանը, դա բացառվում է։ Եվ հասկանում ենք, որ հակառակն է։ Եթե Միացյալ Նահանգները անելու է եւ անում է այն ներդրումը, որ նա Հայաստանում անելու է, եւ Միացյալ Նահանգները տանում է այն դերը, որ նա տանում է, ակնհայտ է, որ ոչ թե սա Հայաստանի վտանգ է սպառնում, բայց հակառակը։ Հայաստանը երբ որ Եվ ես շատ ազնիվ ձևով եմ ներկայացնում եւ ես վրացիների հետ որ Վաշինգտոն DC-ում խոսացի, իրենց նախանձը մի քիչ ակնհայտ է, եւ ուզում եմ օրինակը բերեմ։ Բոլորի համար զարմանալի է, որ ոնց այս մինչեւ 3-4 տարի առաջ այս կոտրված, խեղճացած թույլ Հայաստանը այսօրով 2-2.5 տարվա մեջ դարձավ տարածաշրջանի ամենակարևոր դերակատարներից մեկը։ Բոլորը ցնցման մեջ են, որտեղ չեն կարող հասկանալ, որ ոնց գնացինք այդտեղից այստեղ։ Այո, եւ այդքանը չհասկանալով իրանք սկսում են ստեղծել այս ոնց որ կոչված հեքիաթները եւ այս արհեստական նարատիվը, որ փորձեն արդարացնել իրենց հասկացողությունը, բայց փաստը նա է, որ Հայաստանը ձեռք բերել է մի ռազմավարություն, համագործակցում է Միացյալ Նահանգների հետ դեպի մի նպատակ, որը բերելու է ապաշրջափակում, լուծելու է մեր այն խնդիրները, որ մենք ունենք, եւ Հայաստանը այլևս չի լինելու մեգուսացված։ Եվ դա թույլ է տալու Հայաստանի ներուժը, այո, պոտենցիալը իրականացվի։ Ովքեր որ գիտակցում են իրականությունը եւ ստում են, իրենք բնականաբար աշխատում են, այո, երկրի պետական շահերի դեմ։ Ովքեր որ չեն հասկանում իրադարձությունները եւ շփոթվում են եւ գտնվում են մի հատ այսինքն շփոթ իրավիճակի մեջ, ես չեմ ասի, իրենք կարող է ազնիվ ձևի բացասական կարծիք ունենալ իրադարձությունների հետ կապված եւ իրենք բնականաբար պետք է ստանան ճիշտ կրթություն եւ ճիշտ տեղեկություն, որ առողջ ձևի բոլոր դեպքերում դա վնաս է, այդ ծրագրի խափանումը միանշանակ համարում եք վնաս Հայաստանի համար։ Շատ լուրջ վնաս ազնիվ բան, որտեղ եթե մի բան իսկապես նայեք, պետք է ազնիվ լինենք։ Որն է մեր վիճակը 20, 21, 22, 23 թվին եւ որն է մեր իրավիճակը ներկայիս։ Եթե յուրաքանչյուրը կարող ասի, որ մեր անվտանգության իրավիճակը ավելի վատացել է, նա ստում է, նա ազնիվ է։ Այո, եթե մեկը կարող ասի մեր տնտեսության իրավիճակը գնալով վատացել է, նա ստում է։ Այո, պետք է նայենք փաստերին։ Հայաստանը ներկայիս Եվրազիայի համար առաջին տնտեսական աճ ունի։ Հայաստանը ներկայիս իր անվտանգության խնդիրների մեծամասնություն լուծվել է։ Հայաստանը երբ որ ներկայիս այն վտանգը չունի, որ հակամարտությունը եւ պատերազմի հավանականությունը բարձր է։ Այսինքն, երբ որ նայում ենք բոլոր չափանիշներին, Հայաստանը ներկայիս գտնվում է ավելի լավ իրավիճակում, քան նա նախկինում էր գտնվել։